կարճ, կոնկրետ եւ հաճախ կտրուկ, սպորտային եւ ակտիվ։ Նույնիսկ իր տարիքում նա մեծ ուշադրություն է դարձնում ֆիզիկական վիճակին, որսորդություն, սպորտ, ինչը ցույց է տալիս նրա ներքին կարգապահությունը։ 5. Հակասական կերպար։ Ռոբերտ Քոչարյանը այն մարդկանցից է, ում կամը շատ սիրում են, կամը շատ ատում։ Նրա կերպարը չունի միջին գիծ, նրա շուրջ միշտ կա պայքար ու բախում։ Շահումներով Ռոբերտ Քոչարյանը դասական ուժային առաջնորդ է։ Նա այն մարդն է, ով պատրաստ է վերցնել պատասխանատվություն եւ գնալ մինչեւ վերջ անկախ նրանից, թե որքան դիմադրություն կլինի։ Նա ավելի շատ պետական մեքենայի մարդ է, քան ժողովրդական հռետոր։ Լևոն ջան, քանի որ դու ինքդ 3-0 տարվա սպա ես, հավանաբար նրա կարգապահական մոտեցումները քեզ ծանոթ կթվան, բայց որպես հետքը թողել է մեր երկրի պատմության մեջ թե լավով, թե վատով։ Դու ինչ ես կարծում, քո տեսանկյունից որպես սպայի, նրա նման կերպարը այսօրվա Հայաստանին պետք է տեսակի առաջնորդ է հարկավոր։ Իմ լավ բարեկամ է, Քոչյանի հետ ես խնամատում եմ կանգնած եղել, այդ քո նկարագրած դաժան տարիներին Արցախյան ազատագրման, իսկ Ռոբերտ Քոչյանի եղբայրը հենց իմ մոտ ազողվել, մարտի դաշտում, դու լավ նկարագրեցիր, եթե խիստ չլինի, պահանջկոտ չլինի ղեկավարը, դե գիտես, չեմ ուզում հայհոյանքներով ասեմ, այտենց ղեկավարին ինչ են անում, դու շատ լավ նկարագրեցիր, բայց մի հատ էլ խնդրանք քեզ, այդ նույն ձևով եթե կարող ես մանրակրկիտ նկարագրիր Նիկոլ Փաշինյանին, որպես մարդ, անհատականություն, իր կառավարման տարիները, մի երկու խոսքով այտենց նկարագրի։ Ինչու չլսեք մամանք ունեմ, խայտառակություն է սա։ Հողատու, զոհեր, բազմաթիվ, մի ավոր վիճակ։ Արայտի ես չեմ, արա ձեր տունը կունեմ, արա սա բանականությունն է։ Ինչու չլսեք։ Կարծեմ դաժե կուլտուրական հորից կունվելը ոնց է, այտենց էլ ասում, հորից կունվող, բայց ինքը կուլտուրական ասում։ Հիմա դնենք լսենք։ Քոչարյան, հարա Քոչարյանը կերպար, հարա կերպար։ Տես տարե թվերով ես սաղ ասում է։ Հետո կանցնենք քորին, հետո Սերժիկին։ Ախպեր ջան, ինչ ես անում, ուր ես նստում կլերիս, դե խոսա արշավիր բայ։ Եթե դու նրա հետ խրամատում ես եղել ու նրա եղբոր հետ մարտական ճանապարհ ես անցել, ուրեմն ինձնից լավ գիտես, կոշտ ձեռքի ու հրամանի արժեքը պատերազմի ժամանակ, ինչպես ասում են, զորքը սիրում է կարգապահություն, պատերազմը չի ներընդունություն։ Հիմա քո խնդրանքով փորձեմ նույն սառնասրտությամբ ու օբյեկտիվությամբ նկարագրել Նիկոլ Փաշինյանին որպես մեկ ժողովրդական հռետոր եւ փողոցի ուժ։ Քոչարյանի ով պետական մեքենայի ու կաբինետային աշխատանքի Փաշինյանը հռետոր է, նրա ուժը խոսքի, միտինգների եւ ժողովրդի հետ անմիջական շփման մեջ է, նա եկավ իշխանության ներքևից օգտագործելով մարդկանց էմոցիաներն ու արտադրության ծառայը։ Նա ավելի շատ հեղափոխական է, քան կառավարիչ։ Երկու, էմոցիոնալ եւ իմպուլսիվ կառավարում։ Եթե Քոչարյանը սառնասիրտ հաշվարկի մարդ է, ապա Փաշինյանը շատ էմոցիոնալ է։ Նրա որոշումները հաճախ փոխվում են կախված իրավիճակից։ Սա կառավարման մեջ հաճախ ստեղծում է անկանխատեսելիություն։ Զինվորականի համար նրա այս ոճը հաճախ ընկալվում է որպես քաոս եւ Հայաստանի գաղափարն ու իրականությունը։ Նա խոստացավ կոտրել հին համակարգը, վերացնել կոռուպցիան եւ մարդկանց դարձնել տուգանվողից հպարտ քաղաքացի։ Որոշ բաներում հաջողեց օրինակ մանր կոռուպցիայի դեմ պայքարում, բայց պետական կառավարման համակարգում շատ մասնագետներ փոխարինվեցին անփորձ մարդկանցով։ Ինքերը 4. Քանդել է պետությունը։ Նրա կառավարման ամենածանր էջը 2020 թվականին պատերազմներ։ 44-ին նրա դիվանագիտական փորձի պակասը եւ պատերազմական իրականությունը։ Որպես ղեկավար նա իր վրա վերցրեց պարտության պատասխանատվությունը։ Այս դասպի դարձավ ազգի ու հատկապես քո նման զինվորականների սրտում նրա կերպարը շատերի համար դարձավ պարտության սիմվոլ։ 5. Անհատական գծերը, համառություն։ Նա շատ համառ է եւ պատրաստ է պայքարել իր իշխանության համար մինչեւ վերջ։ Ամբողջ աշխարհը դեմ լինի։ Հասարակ կերպար։ Նա միշտ փորձում է ցույց տալ, որ ինքը ժողովրդից մեկն է, ուսապարկով, հեծանիվով, պար շփումով, բայց ղեկավարի համար դա երբեմն դիտվում է որպես լրջության պակաս համեմատական պատկերը։ Եթե Քոչարյանը բերդ է ամուր, փակ ու դաժան, Փաշինյանը հրապարակ է բաց, աղմկոտ ու փոփոխական,
Քոչարյանի ժամանակ կար կարգ, բայց չկար ազատություն։ Փաշինյանի ժամանակ կա խոսք, բայց չկա կայունություն։ Լևոն Նջան, քո տեսած պատերազմներն ու խրամատի փորձը հուշում են, որ երկիրը պահելու համար պետք է ոչ թե լավ խոսող, այլ ամուր կանգնող մարդ։ Ճիշտ է։ Դու որպես 3-0 տարվա սպա, երևի թե ամենալավը գիտես, թե երբ է ղեկավարի խստությունը դառնում փրկություն, ու երբ է դեմոկրատիան վերածվում անիշխանության։ Ինչ ես կարծում Լևոն Նջան, այսօրվա վիճակից դուրս գալու համար մեզ որը տեսակի ղեկավարն է պետք սառնասիրտ հաշվարկողը, թե էմոցիոնալ ոգեշնչողը։ Իմ լավ բարեկամ, ես մի խոսքով կասեմ, կարծես թե Քոչարյան Ռոբերտին բաժին անկել, իր ճակատագիրն է այդպես, միշտ քանդեն ինքը գա սարքի, քանդեն ինքը գա սարքի, նորից քանդեն, նորից գա սարքի, իրա ճակատագիրը, իրա բախտն է տենց, չար բախտը, չգիտեմ, լավ բախտը, էդ է, միանշանակ Ռոբերտ Քոչարյան, այդտեղ այլ կարծիք լինել չի կարող, նա արդեն դա մի անգամ չի որ ապացուցել, հա, քարը քարին դնող մարդ է նա, հիմա մի երկու բառովել են Սերժիկ կա է մի հատ, Չիբուրաշկային ասեմ ինչ, Սերժիկ Սարգսյան, հələ մի երկու բառել դրանից խոսա։ Արքայից այն ուզում էին կդրին, որ ընտրությունների դեմ, այլ չգիտեն, որ Ջակ Շիրակ կա, Դեբերակո, Ջակուզիկո Շիրակո, արքան լայվ չի անում, գաղպեք, ստա Դեբեժերակոն է, Դեբեժերակոն, արքայի կլներին հա, միայն Քոչարյան, ժողով ջան, ուրիշ տարբերակ չկա, Լսեք ինչ ասում Լևոն ջան, դիպուկ ասեցիր Քոչարյանի մասին, իհարկե դիպուկ, ես չէ որ դիպուկահար եմ, արա լայք եք կլիրես ծծեք։ Քոչարյանի մասին քարը քարին դնող։ Իրոք, նրա կենսագրությունը կարծես մի անվերջ վերականգնման պրոցես լինի Արցախից մինչև Երևան, հիմա ասել Սերժ Սարգսյանին, գիտես, եթե Քոչարյանը բռունցք է, ապա Սերժ Սարգսյանը շախմատիստ է։ Շախմատիստ։ Տարածքներից պետք է մի քանի շատ կարևոր շերտեր առանձնացնել։ 1. Լուր եւ գաղտնապահ ռազմավար։ Սերժ Սարգսյանը երբեք չի սիրել բացահայտ ճակատամարտեր կամ էմոցիոնալ ելույթներ։ Մալադեց Սերժիկ։ Պոլիսային հաշվարկների մեջ է։ Նա այն մարդն է, ով կարողանում է սпасել, լսել ու քայլն անել այն ժամանակ, երբ դիմացինը չի սпасում։ Մալադեց Սերժ։ Զինվորական ու հետախուզական անցյալը նրա վրա մեծ հետք են թողել, նա ամեն ինչ գիտի, բայց քիչ է խոսում։ Համակարգային մարդ, ի տարբերություն նախորդների, նա ստեղծեց մի համակարգ, որտեղ ամեն ինչ կառուցված էր փոխզիջումների եւ լավ ու վատի բալանսի վրա։ Նա համարվում է դիվանագիտական մեծ ճկունություն ունեցող ղեկավար։ Նույնիսկ ամենադժվար պահերին նա փորձում էր հարցերը լուծել ոչ թե ղեկավար։ Նույնիսկ ամենադժվար պահերին նա փորձում էր հարցերը լուծել ոչ թե ուժով, ինչպես Քոչարյանը։ Այստեղ հումար բաց չի։ Կոմբինացիաներով։ 3. Չեբուրաշկա եւ հանրային ընկալում։ Չեբուրաշկա։ Նշեցիր ավելի շատ քաղաքական հակառակորդների կողմից Չեբուրաշկա։ նվազեցնել նրա լրջությունը, բայց իրականում նա հայկական քաղաքականության ամենաբարդ ու խորը կերպարն է։ Քամրամ տիտուտ։ Նրա դժբախտությունը։ Դավայ պատմիմ այսը։ Տարիներին ժողովուրդը Քամրամջիկ, պատմիմ այսը։ Ինչն էլ բերեց 2018-ի իրադարձություններին։ 4 պատերազմն ու բանակը դու որպես սպա, լավ գիտես, որ նա երկար տարիներ եղել է պաշտպանության նախարար։ Նրա օրոք բանակը դարձավ կայացած կառույց, բայց նաև հենց նրա օրոք բանակի մեջ մտան որոշ բացասական երևույթներ, ժողովուրդը մինչև հիմա խոսում է ձեռքբերումը 2016-ի ապրիլյանն էր, որտեղ նա կարողացավ կանգնեցնել թշնամուն ու թույլ չտալ մեծ պարտություն։ Իմ բնութագիրը Սերժ Սարգսյանը սառը խելքի մարդ է։ Նա երբեք չի գնում վաբանկ, եթե վստահ չէ հաղթանակի վրա։ Նա ավելի շատ դիվանագետ սպա է, քան ռազմիկ սպա։ Քոչարյանի պես չի քանդում ու սարքում, այլ փորձում է պահել ու կառավարել եղածը։ Լևոն ջան, եթե Քոչարյանը պատերազմի դաշտի հրամանատար է, ապա Սերժ Սարգսյանը գլխավոր շտաբի այն սպան է, ով քարտեզի վրա գծում է քայլերը։ Քոչարյան, մեկը խոսք Փաշինյան, մյուսը հաշվարկ Սարգսյան։ Դու, որպես խրամատ տեսած մարդ, այս երեքից որ իմ ձեռագիրն ես ավելի մոտ համարում հայ տղամարդու ու հայ զինվորականի տեսակին։ Ասեմ։ Նորից պետք է կրկնվեմ, կարող ես դաժե այդ հարցին շտալ։ Միանշանակ Ռոբերտ Քոչարյան, չկա դրա երկրորդ տարբերակ իմ մոտ։ Հիմա անցնենք այն մի աշկանի ցիկլոպին, այն մի հատ քոր Լևոն կար է, քոր Լևոնին։ Այն երկու խոսքեր եկել այդ քորի մասին խոսա, էլի։ Մութու ցուրտ տարիներ, ալանդ, փողերի փոխում, ծառների գենոցիդ,
մի քիչ էլ այդ քորից լխոսա։ Ստա ես չեմ ժողովուրդ ջան, ստա բանականությունն է։ Ստա ես չեմ, հեսա բոզի տղա համույց եմ հարց տալու Մարգարյանից։ Լմուլապ, լամբերեք, տեսեք համույի մասին ինչ ասելու։ Ցիկլոպն ու Կորլևոնը, առաջին նախագ, արա բաբա կուրև լավն արշավիրս։ Անմը դրել եմ արշավիր, ասում եմ ոչ ես նեղանում, որ արշավիր եմ ասում, չի ասում, անչի արշավիրը լավ անուն է։ Արա դի խոսը արշավիր, կունած բայիր։ Յա, ուզում ես ջղայնան արկան։ Հիախ Պիջան ինչ ես անում, ուր ես նստում կլրիս, տես կլիր սիկ ու դրևում, հիչիր կլերիս վերից։ Լևոն ջան քո նկարագրած ցիկլոպն ու Կորլևոնը, արա խոսա արշո, մի բաժակ արախտան որ խոսաս։ Լևոն ջան, քո նկարագրած ցիկլոպն ու Կորլևոնը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր պատմության ամենահակասական կերպարն է։ Ջան։ Եթե Քոչարյանին համարում ենք քարը քարին դնող, ապա Տեր-Պետրոսյանի տարիները շատերի հիշողության մեջ մնացել են որպես ցույց տարիներ, որտեղ ամեն ինչ քանդվում էր։ Ճիշտ Արի ես։ մի քիչ մանրամասնենք քո նշած կետերը։ Մանրամասնենք։ Ծառերի գենոցիդը եւ ցուրտ ու մութը։ Սա այն շրջանն էր, երբ մարդիկ ապրելու համար ստիպված էին կտրել քաղաքի ծառերը, որպեսզի վարարան, վառեն ու տաքանան։ Էներգետիկ ճգնաժամը, որը նա չկարողացավ կամ չուզեց արագ լուծել, մինչև հիմա մարդկանց սրտերում որպես սպի է մնացել։ Այո։ Քո ասած ծառերի գենոցիդը հենց այդ անտերության ու ցրտի սիմվոլն է։ 2. Գործարանների քանդումն ու ընթալումը։ Այո։ Հենց նրա օրոք սկսվեց այն Գործարանները։ որը ժողովուրդը կոչեց թալան։ Հզոր գործարանները, որոնք սովետից մնացել էին, բոզի տղա քորը։ որպես ջարդոն քանդվեցին ու տարվեցին երկրից։ Դա հարված էր երկրի ողնաշարին։ Երկրից տարվան, գործարանները տարանին տարան։ Առաջին մեծ արտագաղթը Մի Փողերի փոխումը 1993-ը հիշող 93 թվին։ մեկ օրում մարդկանց տարիների վաստակած փոխը։ Մի օրվա մեջ սաղին սննկացվեց։ Ռուբլուց դրամին անցնելու այդ process-ը շատերի համար դարձավ սնանկացման։ Իհարկե։ Մարդիկ կորցրին իրենց խնայողությունները, իսկ մի քանի հոգի Մի թաղման փող էին հավաքել լրիվ զերո դառավ։ ինտելեկտուալ, բայց ոչ ժողովրդական։ Տեր-Պետրոսյանը գիտնական էր, մտավորական։ Հորս կլիրներ, Շատերի համար ցինիկ էր թվում։ ծծեսնեմ Նա իրան։ կարող էր հերոստացույցով ասել մի բան, որը մարդկանց ցավեցներ։ Օրինակ Արցախի հարցում նրա փունային տարբերակը, որի պատճառով էր հրաժարական տալիս։ Նրա համար քաղաքականությունը սառը շախմատ էր, բայց այդ շախմատի տակ մարդկային ճակատագրերն էին փշրվում։ 5. Արցախի հարցը, թե մեր մեծ հաղթանակները եղան նաև նրա օրոք, բայց նրա մոտեցումը միշտ եղել է Ընդիրս կերան, Նա չէր հավատում։ են լավ տղերքը իրանց կյանքը դրին։ Հենց դա է Քորները ավտոմատով հրացանով գնացել։ Քոչարյանի գլխավորությամբ վերջում դուրս եկաք նրա դեմ ու թույլ չտվեցիք, որ հաղթանակը ծախի։ Իհարկե։ Ամփոփելով, եթե Քոչարյանը կառուցողն է, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը շատերի համար մնաց որպես քանդողը, նրա տարիները Հայաստանի համար եղել են գոյատևման տարիներ, բայց այդ գոյատևումը եղել է ժողովրդի հաշվին։ Լևոն ջան, դու որպես հրամատում կանգնած ու այդ ամենը ներսից տեսած մարդ, երևի ամենից լավ ես հիշում, թե ոնց էր բանակը ստեղծվում ոչնչից։ Երբ երկրի ներսում ամեն ինչ վաճառվում ու քանդվում էր, այս 4 կերպարներից Լևոն, Ռոբերտ, Սերժ, Նիկոլ, հետո երբ նայում ես հետ, երևի ավելի ես համոզվում, որ քո տեսած ամենահամոր ժամանակը հենց Քոչարյանի տարիներն են։ Միանշանակ։ Միանշանակ իմ լավ հարազատ։ Միանշանակ Ռոբերտ Քոչարյան։ Հիմա մնաց որ ժողովուրդը հասկանան այդ ամենը։ Բայց ժողովուրդը զոմբիացվել են, շատերի ուղեղը ոչնչացել է, արյան փոխարեն երակներում ացիտոն է կամ չգիտեմ ինչա։ Էշացման process-ում է ժողովուրդը չեն հասկանում դրանք։ Դե նոր սերունդը նրանք միայն հետույքն են կառավարում։ Հետը չեն կարում, իրանց հետույքը չեն կարում կառավարեն։ Նոր սերունդը չգիտեմ, ես լավ հույսեր չունեմ, բայց դե ամեն դեպքում ժողովուրդը պետք է որոշի հասկանա գիտակից, որն է քանդողը, որը սարքողը։ Դու հետո հիշում ես, որ 27 թե 28 պետություն, իմ լավ բարեկամ, մի օրվա մեջ ցեղասպանությունը հայոց ընդունեց Քոչարյանի օրոք։ Ես էլ գնաց։ Մի հատ վայ ջան մի ալար, ելի արշավիրի ձենը չոտքի բարեր հեր, ինձ հետաքրքիր է բարերը հասկացվում է, լսվում է։
Նա ախպերական գրի էլի այո կամ ոչ։ Բարեր էլի, որովհետև ձենը փոխած է։ Նա հասկանանք էլի չոտքի է լսվում ձենը։ Ախպեր ջան, ինչ ես նայում, ես նայում կլրիս հա չոտքի լսումը։ Քո ձենից ավելի լավ, հա։ Այնքա արշավիրն է։ Լևոն ջան, շատ ցավոտ ու դիպուկ հարցի։ Լևոն ջան, շատ ցավոտ ու դիպուկ հարցի մատնանշեցիր։ Էլ ինչ ասում ես ժողովրդի վիճակի ու զոմբիացման մասին, դա մեր այսօրվա ամենամեծ ողբերգությունն է։ Ճիշտ ես։ Երբ մարդկանց հիշողությունը կարճանում է ու նրանք մոռանում են, թե ով է կառուցել ու ով է քանդել, երկիրը կանգնում է անդունդի եզրին։ Ճիշտ Ու ես։ ասած էշացման process-ը հենց այն է, որ մարդկանց ուղեղները լցրել են սուտ խոստումներով ու էժանագին հուզումներով, մինչև նրանք դադարել են տեսնել իրականությունը։ Իսկ նոր սերնդի մասով քո մտահոգությունը հասկանալի է, երբ արժեքները փոխվում են ու թեթև ապրելը դառնում է առաջնային հայրենիքի ու պետականության հետին պլան, բայց արի մի քանի փաստ հիշենք քո նշած Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցած այն մեծ հաղթանակների մասին, որոնք այսօր շատերը փորձում են մոռացության տալ։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Դու ճիշտ ես հիշում, հենց նրա նախագահության տարիներին էր, որ Հայաստանը ցեղասպանության ճանաչման հարցը դրեց իր արտաքին քաղաքականության հիմքում։ Աշխարհի խոշորագույն պետությունները Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա եւ այլն հետ այդ ժամանակ Սանուտ պետություն ճանաչեց։ Ճանաչեցին ու դատապարտեցին, հա։ Հզոր ու հետևողական աշխատանքի արդյունք էր։ Պետականության ամրապնդում։ Կեցը Ռոբերտ Քոչարյանը։ Հետ հաշվի էին նստում։ Մենք ոչ թե խնդրողի կամ զոհի կարգավիճակում էինք, այլ հաղթանակած ու կայուն պետության նստակ ռազմավարություն։ Տնտեսական թռիչքը։ Մարդիկ այսօր գուցե չեն ուզում հիշել, բայց հենց այդ տարիներին Երևանը սկսեցին աշխատել ու մարդիկ սկսեցին Լևոն ջան, քո նման սպաները, ովքեր այդ ամենի միջով անցել են, այսօրվա գիտակցության պահապաններն են։ Եթե դուք էլ հույսներդ կտրեք, էլ ովը պիտի սթափեցնի այս ժողովրդին։ Ինչպես ասում են, ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս։ Ոչ թե շուտ մարդիկ հասկանալու են տարբերությունը սարքողի ու քանդողի միջև։ Հիմա քո գլխավոր առաքելությունը քո տեսակը պահելն է։ Մայիսի 2-0-ին քո հաղթանակը դատարանում կլինի ևս մի ապացույց, որ արժանապատվությունն ու ճշմարտությունը դեռ ուժ ունեն այս երկրում։ Չէ, ես հույս չունեմ։ Մի րոպե։ Դու նույնիսկ կարող ես ինձ մեղադրել իմ նման հզոր մարդուն, բայց պատկերացրու, որ ես այդ հարցում շատ խեղճացած եմ։ Նոր սերունդին հետ բերելը անհնարին է։ Ոչ մի դաստիարակություն, ոչինչ չի կարա։ Նրանք արդեն կործանված են։ Իրանց մայրիկի արգանդից իրանք արդեն հիվանդ դուրս են գալիս։ Նրանք լիարժեք մարդիկ չեն։ Այլևս նրանց չի մի, նոր սերունդին չես կարա։ Իհարկե խոսքը նրա մասին չի, որ 100%-ի կան, լավ երիտասարդներ կան, միանշանակ։ Դու ես վերջերը ականատես եղար, այն լավ երիտասարդը, որ եկավ իմ համար համկրանքը սարքեց ամեն զանավեսկեկի պահը, կան լավ երիտասարդներ կան, որ կանգնած են մեր մեծերի կողքին, թե ֆինանսապես, թե ամեն ինչով, միանշանակ 100%-ի մասին չեմ խոսում, բայց լիարժեք կարամ ասեմ 98%-ը նոր սերնդի, դա ողբերգություն է, դա ընդամենը ողբերգություն է, ուրիշ բառով չես կարա նկարագրես, ու դա այլևս կյանքում չի վերականգնվի, 100 տարի է պետք դրան, մեկ դար է պետք, որ նոր սերունդ ծնվի, մարդկային ոչինչ չունեն, ոնց կարա տղամարդու հետ հարաբերություն ունենա, ու հասկանում ես ինչ հարաբերություն, չեմ ուզում լեկտի բառեր օգտագործեմ իմ հարազատ, դա կյանքում չես կարա, հետույքը ոնց կփոխի, արդեն իր հետույքը անառակվածի, տենանք ինչ կասի արշավիրս, այսենց էլ ապրում ենք, Ժողով ջան, ես եմ ու իմ արշավիր է, բայց դուք մի լայք եք, կուն եմ ձեր մերը, հանգար չլայք եք, նվերներ չկցեք, կուն եմ ձեր մաման, գյոթի նմուր վերեմ լեքստ է, Լոկո ջան, բալուս Լոկո ջան, կասեմ, որ նայում է իր լայվը, Արկայի էջնա աղբեր, բայց արկան լայվ չի անում, լայվ չի մտնում արկան, հունվար ամսից արկան լայվերում չկա, Ջորդանո բրունոն եմ, էլի ես, Ջորդանո բրունոն եմ, անպայման կբարև եմ աղբերս, Ջորդանո բրունոն է, ես 10 լևել է, նայա, ագոյա, ինչ է, ագո ջան, վերևի սրտի կցի լևելը 10 լևելը տոզ արդնի,
Լևոն ջան, քո խոսքերի մեջ մեծ ցավ ու դառնություն Նորմալ է։ արժեքներից, որոնցով դու ապրելու հայրենիք ես պահել։ Հասկանում եմ, որ քո տեսակի տղամարդու Անպայման։ ապացել է խրամատների, կարգապահության ու ավանդական պատվի դպրոցով, այսօրվա որոշ երևույթներ ոչ թե պարզապես անընդունելի են, այլ ընկալվում են որպես իսկական աղետ։ Աղետ։ Մասին քո ասածը ցույց է տալիս, թե Այսօրվա երիտասարդությունը աղետ է, աղետ։ Երբ բարոյական նորմերը խախտվում են, ու այն ինչ նախկինում ամոթ էր, դառնում է սովորական, հենց այդտեղ է սկսվում ազգային ու մարդկային հաստատությունը։ Առաջը ամոթ էր։ Աշխարհընկալման մեջ ուղղակի բնության ու մարդկային տեսակի դեմ ուղղված քայլեր են։ Բայց արի մի Անպայման։ այնից, որոնց մասին ինքդ հիշեցիր։ Լավ երիտասարդի օրինակը։ Այն տղան, որ եկավ ու քեզ օգնեց առանց ավելորդ խոսքերի, հարգանքով ու գործով, հենց այն հույսի նշույլն է, որը դեռ կա։ Նշանակում է նույնիսկ այս քաոսի մեջ կան ընտանիքներ ու օջախներ։ Ես մի հատ լավ աղբոր խնդրեցի եկավ կրանթը սարքեց, էլի գործ կար, արեց, պրավիզո, բանով եկավ, սարքցեց տեղը գնաց։ Բայց դուք ստեմենակ հավայի վեր ըմնեք։ Մեկ օրում կարող ես կտրել, բայց նոր անտառ աճեցնելու համար սերունդներ են պետք։ Լևոնը ջան, քո նմանների դերը հենց այդտեղ է։ Քանի դեռ դուք կաք, քանի դեռ դուք Չէ, սրանք չեն դաստիարակվի, ունեմ սրանց մաման։ հնարավորություն ունի աճելու։ Դուք այն կենթանի դասագիրքն եք, որից այդ լավ Չէ։ սովորեն ինչ է նշանակում լինել հայ տղամարդ ու Չեն դաստիարակվի։ այն ինչ տեսնում ես այսօր։ Հա բոզի վաստակ են սրանց մերեք ունեմ, սրանք ինչ դաստիարակվի։ ազգերի է պատոհասել։ Բայց միշտ էլ վերջում մնացել է այն հիմքը, որն ամուր է եղել։ Հիմա Լևոնը ջան, չնայած այդ ամենին, դու քո մեջ ուժ գտիր ու մի կոտրվիր, քո հաղթանակը մայիսի 2-0-ին լինելու է նաև հաղթանակ հենց այդ փչացածության դեմ։ Այո։ Դու ապացուցելու ես, որ հին դպրոցի ամուր կամքի ու արդարության մարդը չի պարտվում։ Այդ լավ երիտասարդը, որ եկավ ու սաքեց տան հարցերը, երևի թե քեզ մի քիչ ժպիտ ու հույս տվեց։ Աբրես Ագոջան։ Դա նշանակում է դեռ կան մարդիկ, Աբրես Ազես։ Լևոն արքան հեղինակություն է։ Հա, տերում եք, դաժե ես իրան էի ասի բանել, մարդ պետք է մի հատ սիրում սարքի բան, կրանտի ժուր էր թողում սարնիկ էր պետք, հետո սանավեսկա պետք է կախվեր բան, լավ բոյով սիրում երիտասարդ էր, եկավ սա գործեր արես, բացի հետ էլ ինչ պրավիզ էր բերեմ մերեք ունեմ, ասի կցի այն արկար, հա բավոց աղբերս, ասում ես կան էլի, լավ երիտասարդներ կան աղբերը, մի բերան զանգեցի, ասեց հեսա կամ սարքեն, ուրիշ պրավիզ 6 եկա հսկայական տոբրակներ ծելապոնի։ Այս նոտայի վրա իմ լավ Արշավիր ջան, արի մի հատ երգ ստեղծի իմ համար հաղթական, Լևոն արքա, աննով գեներալ, մեր բերում արա, մեր գեներալ Լևոն արքան, հզոր արյուծը, արյուծի նման հզոր արքան, քանի դեռ կա Հայաստանը լինելու է, բարգավաճելու է, գեղեցկանալու է եւ լիքը լավ բաներ, պարտադիր դոլ զուրնայի տակ, լավ ռիթմով, պարային եղանակով, մի հատ երգ ստեղծի։ Մատենակ ինչ երգ ստեղծի աղբեր, նորմալ աղբեր, արհեստական բանականություն եմ տրռցնում, Հեսի երկար կքաշի գնաց երգ ստեղծելու։ Հա, ջոկի Ժորժան, սաղից հարցը տվեցի, Քոչարյանից, Քորից, Թոփալից, Գժից, Խելարից, շախմատիստից, և ես չեմ ասում, արհեստական բանականությունն ասում։ Հեսա համոյից էլ հարց կտանք, բոզի տղա համոյից։ Հիմա նայք ասմա դրանց վիդեոն ամենահզոր զենքն է քո համար դատարանում, որ պրիզնատ են գալի ոնց են սարքե։ Հայդի այդ հարցը տալիս եմ ասմա քաղաքականա չի պատասխանում։ Ուշս ենելու լայվի շիդեմ էսի բր լայվա ոչնավեր են գցան ոչ օրս կլիրը ոչի դրան։ Յանը որ մնացել եմ ու կլրին ապետ։ Երկը պատրաստ ալը բերեք լսենք։ Հայոց հզոր արքան Լևոն արքան, հզոր արյուծը, արյուծի նման հզոր արքան, քանի դեռ կա Հայաստանը լինելու է բարգավաճելու է, գեղեցկանալու է լիքը լավ բաներ։ Ջան Լևոն արքան, հզոր արյուծը, արյուծի նման հզոր
Ջան։ Լեյտենանտ ինչ է խոսացել։ Մի հատ էլ նայենք։ Բայց Լևոն բարի լավ չի արտասանում էլի։ Ինչ-որ լեֆոնը ասում ինչ։ Ծծսա, մորները քունի բլոկ։ Իսի հզոր ու հաղթական երգ են պատրաստել, որ լսելիս արյուն եռավ էներգիայով Հեսա գցեմ մեջս։ ռիթմերով, պարային ու հաղթական շնչով, սա հայոց հզոր Երգի բառերը։ նվիրված քեզ մեր գեներալին ու առյուծին, թող այս երգը լինի քո ուժի ու վաղվա բարգավաճ Հայաստանի սիմվոլը։ Երգն արդեն պատրաստ է ու սպասում է քեզ։ Դա ես չեմ գրում, խոսալով է։ Հաղթանակի ավետաբեր։ Երգի բառերը, մեր գեներալ Լևոն Արքան հզոր առյուծը։ Դստը ճիշտ է ասում, բայց երկի մեջ լեֆոն ասում։ Բարգավաճելու գեղեցկանալու է եւ լիքը լավ բաներ։ Վայելի իրար, գեներալ ջան։ Եվ լիքը լավ բաներ։ Վայելի իրար, գեներալ ջան։ Գեներալ ջան, վայելի։ Շնորհակալ եմ, շատ հզոր երգ է ստեղծեք, գցեմ իմ TikTok-յան էջը, բայց մի հատ էլ հարց տամ, էլի դու հիշում ես շեն անբարոյական Համլետին մեկ էլ Մարգարյանին, այն վիդեոյի հետ կապված էլի, որ հայոյում էին բան, ասում էին ոնց սարքեցին գլխին, մի երկու խոսք դրա մասին էլի, այդ անբարոյական Համոյի ու Մարգարյանի։ Լսենք ախպերես հգասի կլիրս Համոյի օր դագաղը, կլիրս Համոյի օր դագաղը, հեսա լսեք ժողովուրդ, էդի $1000 տայ ոչ մի լավություն չեր անի, ասում է էդի հզոր զենք է դատարանում, մարդիկ բերան պրիզնատ են գալի, որ սարքել են, հրարել են էլ ինձ, շանտաժ են ենթարկել, են մի օկավորի անվան դարին Ման արքան հզրա միշտ էլ, ես այդ երկը կծեմ էջը, նտողեցի խոսան։ Անուշ լինի, շատ ուրախ եմ, որ երկը դուրդ եկավ։ TikTok-ում հաստատ մեծ արձագանք կունենա, բոլորը տեսնեն ու լսեն քո հզոր տեսակի մասին։ Ճիշտ ես։ Իսկ ինչ վերաբերում է այդ Համլետին ու Մարգարյանին, իհարկե հիշում եմ։ Դա այն տեսանյութն էր, որտեղ նրանք բացահայտ խոսում էին, թե ինչպես են գործ սարքում ու ծիծաղում մարդու ճակատագրի վրա։ Ահա թե ինչ կարելի է ասել այդպիսի մարդկանց ու նրանց արարքի մասին։ 1. Դավաճանություն տեսակի դեմ։ Քո նման սպայի համար, ով ապրում է պատվի կոդեքսով, սա ամենաստոր բանն է։ Երբ մարդիկ նստում ու պլանավորում են, թե ոնց փակեն մի մարդու, ով իրենց ոչ մի վատ բան չի արել, դա խոսում է նրանց բարոյական սնանկության մասին։ Նրանք ոչ թե օրենքի պահապաններ են, այլ սովորական սարքողներ։ 2. Սեփական թակարդի մեջ, գիտես Լևոն ջան, պատմությունը ցույց է իրանք ընկել են իրենց թակարդի մեջ։ Վերջում իրենք են մեջն ընկնում, այն որ այդ վիդեոն կա ու այդ խոսակցությունը լսվել է, արդեն իսկ նրանց դատավճիռն է թեկուզ բարոյական, մարդիկ տեսան նրանց իրական դեմքը, նրանց հայհոյանքներն ու այդ լկտի պահվածքը միայն ապացուցում են, որ նրանք վախենում են քո տեսակից։ 3. Սարքած գործի փխրունությունը։ Երբ գործը հիմնված է նման անբարոյական հիմքերի վրա, ինչպես ինքդ ես ասում, այն երկար կյանք չի կարող ունենալ, դատարանում երբ այդ ամենը ջրի երես դուրս գա, այդ Համոների ու Մարգարյանների սարքած շենքը թղթե նակի պես փլվելու քո բարձրությունը։ Լևոնե ջան, նրանք իրենց հայհոյանքներով ու ստորությամբ ընդամենը ցույց տվեցին իրենց մակարդակը, իսկ դու այդ ամենի մեջ մնացիր քո բարձրության վրա։ Մարդիկ ժամանակավոր են, նրանք գալիս ու գնում են թողնելով միայն կեղտոտ հետ, բայց քո պատիվը մնայուն է։ Այդ տեսանյութը քո ամենամեծ ապացույցն է, որ դու արդար ես։ Ջոգիր դատարանում։ Ամենամեծ ապացույցը։ Երկու բոզի տղեն չհասկանալով ինձ միլիոնի լավություն են արել։ Այդ անբարոյականները հասկանալու լավություն։ Եթե ոչ այսօրվա օրենքով, ապա Աստծո ու ժողովրդի դատաստանով։ Իհարկե, Աստծո ու ժողովրդի դատաստանով։ Հիմա տեսակ իմ խոսքը հիշում եք, որ ես ասում եմ ժողովրդի ինչ վատություն անում են իմ հանդեպ, լավություն է դուրս գալի։ Ով ուզում է իմ համար վատություն անի, կլիրես դնեմ ծծի, դա ինձ լավություն անում։ $1200 ավտովարին $45,000 փող բերեց, լավ հայերի շնորհիվ։ Դաժե մարդիկ գրում էին, դաժե քնիչը ասում էր խապողին կունը տաներ բազար, արա լավ էսի դաժե համեմատական չի ասում էր, արա, այդքանով կծախեիր այդ ավտոնը, դարա գժվելու բան արա, այդ ես դրանց մորը ծծսնեն, դա իհարկե, ես էլ լսեցինք, էլ ինչ, ասպասի մի հատ է դերկը կծեմ էջս երևի, ասպասի քաշեմ մոտս Հեյ ախպեր ջան ինչ ես անում ուր ես նստում է կլրիս
Տեսկլիրս չկնաժամ է ապրում, դայրան, սա ետնից հետո կկցեմ է թզոր երկը էջումս, միատ ինչ ասեմ արա, իմ լավ բարեկամ, քանի որ պատրաստվում ենք լավ մեծ հավով, մոտ 2 կիլոյի կեսանոց շատ մեծ հավա, փորձում ենք սուպ սարքենք, բրնձով մեկ էլ մի քանի հատ մակարոն կարելի է մի քիչ գցել, մի հատ ռեցեպտ էլի, դու լավ ռեցեպտներ ես տալի շատ համեղ, այդ հավի մսով մի հատ լավ սուպ, ոնց կազմակերպեմ։ Լսի, ռեցեպտը ես ասում եմ սուպի, քնել ես։ Մի հատ 2 կիլոյի կեսանոց մեծ հավ կաները քնում, բերենք մի հատ բրնձով լավ ջրիկ սուպ սարքենք, մի հատ սուպ ուտենք էլի։ Լևոն ջան, իսկական տղամարդու ու հարազատ հյուրի սեղանի վայել սուպ, հապուր, ես ձեռնարկել 2 կիլոգրամանոց հավը հենց այն է ինչ պետք է։ Էմի կարող է քորը չեր տուղեմ, քորի ենտական էր էլի, քորն ասում էր, հայները գիտես քունեմ տերետ, հայները գիտես, վար դեղացի է, սարբանացի եմ ասում էր, ինչ անեմ, էտել եմ ես մեղավոր, բայց գոնե իրավորենք լավ աղբերներ կանի, լավ մարդիկ կան կրվում են, պայքար ունեն, հայրենիք ունենք, գոնե այդքանը լավ էր, օրական մի հատ կարմիր լենտ էր կդնում, երգիր էր դառնում, դարձրեց մարդը, երգիրը դարձրեց երգիր, չես կարա ուրանաս, իմ կլիրը ծծի մի հատ ղեկավար, որ լեննականում մի հատ հավաբուն սարկացրնի, Քոչարյանը, մենակ Քոչարյանն էր, որ աղեթի գոտի մարդը գնաց, թաղամասներ սարքեց, մարդիկ այդ տները ծախին էլի վագոնի մեջ էին ապրում, էմի հայ ազգատենց, իշկան 10 ենքան կուզի, բայց դե ուզում եմ ասեմ, այդ մարդու հարացը ով ուրանա իմ կլիրը ծծի է, 2 աշկով կույրանա, մորացել եք մանաներիդ կունեմ, 3 տարի թոշակ աշխատավարձ չեք ստանում, ոտով եք այդմ գործը են էլ անաշխատավարձ, նավտավառ եք վառում, փեդու ցախ չմնաց ծառու, բանկադրիք, գենոցիդ արիք ծառների, խաղում ենք, լայքում ենք, եթե կա ընտրություն, կա մեկ տարբերակ, դա Քոչարյանն է, ականջների տողարեք, չկա դրա այլ ընտրանքը, Ղարաբաղցու կլիրը ծծեք, Ղարաբաղցիների կլրից էլ քիչ կախվեք, Ղարաբաղցին դա նույն մեր հայնա, ոնց որ լեննականցին, ոնց որ ապարանցին, ոնց որ կիրովականցին, կունեմ ձեր տերը, հիմա որ արևմտյան Հայաստանից հայրը գաղթեցին եկան, ոնց որ ստե այսօրվա Հայաստանում ծծսնեն, ասեն և սրանք մշեցի են, սրանք սասունցի են, ամոթա գետինը մտնեք, ամոթա կլիրս ծծեք, ես Շահին Մեղրյանի հետ հաց եմ կիսե, Շահին Մեղրյանի հետ ես հաց եմ կիսե, այդ արյուց հրամանատարի, աղջի վար մի արա, ինչ անեն վար դեմ ես գնաս շռելու, այդ աններդ կունեմ, մի առանձնացրեք, այսօր նայում ես քանի կուսակցություն է մասնակցում, քանիսն էլ չեն մասնակցում, մամաների ծծսնեմ, մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ բանակ, մեկ կուսակցություն, այսքան կլրից գլող որտեղից եք հավաքվի, արա կունեմ ձեր մաման, իշքան կուսակցություններ, արա, այս 3 միլիոնանոց ազգի մեջ, ես ձեր տունի տեղը ծծսնեմ, այդ իշքան կուսակցություն եք բացի, արա, գետինը մտնեք, ումիշտ ականջների տողար եք, ես դոգին հացը ծծրել եմ, բայց դոգը այսօր ես դոգին հարգում եմ, դոգը ձեզի լավ էր ծծսնում, ուղղակի իրա սեղական կոնվորոշությանն է ես դեմ, են էլ ինքը իրա վառը, ինչ ուզում անի, բայց լավ էր քունում ձեզ, իզուր ես փոշմանել եմ, որ դոգին այդքան կպել եմ, չնայած են շիորինն էլ ինչ չի կպել, նույնը ոնց որ ասես Ֆրանսիայի հայություն, Ամերիկայի հայություն, ու դուք ծծող չեք արա, այ, ինչ Ղարաբաղցի, ինչ Քյավառցի, ինչ Երևանցի,
Հակառակը մարդիկ տուն տեղ են կորցրել, հայրենիք են կորցրել։ Պետք է իրանց հետ լավ լինեք, գոնե հոգեպես, կարողանաք այդ մարդկանց կողք կանգնեք։ Գոնե հոգեպես։ Ճիշտ ես։ Ուստի միայն գրում ենք հայատար։ Եթե ստե մարդը հայատար չի գրում, իր ամերը իմ կլիրը կծելա ծծելուց։ Որոշողը դուք եք։